Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Սա չափազանց մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ըստ էության Հայաստանի ազգային ժողովում հեղափոխությունից հետո երևի պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որ առանց որևէ ընդհատումների եղել է 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր եւ ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական եւ շատ բարձր եմ գնահատում իմ թիմի առաջադրումը ինձ այս կարևոր եւ պատասխանատու պաշտոնում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին այն բանով, որ սա առաջին ընտրությունն էր Հայաստանի առաջին համապետական ընտրությունն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ մենք ընտրությունները անցկացնում էինք խաղաղության պայմաններում։ Եվ մեր գլխավոր ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետևյալն էր. Տեր կանգնիր խաղաղությանը։ Որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ ժողովրդի քվեարկությունից է կախված խաղաղությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված ինքնիշխանությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված պետականությունը եւ ժողովրդի քվեարկությունից է կախված նաեւ սեփական իշխանության պաշտպանությունը։ Հատկապես հեղափոխությունից հետո մենք բազմաթիվ դժվարին փորձությունների միջով անցնելուց, հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների միջով անցնելուց հետո բազմիցս ականատեսն ենք եղել այն իրավիճակներին, երբ որ փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունում խլել ժողովրդի իշխանությունը։ Ընդ որում շատ հաճախ դա փորձ է արվել անել հակասահմանադրական ճանապարհով։ Ես հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ որ ընդդիմությունը դուրս էր եկել փողոց, դրանք մեզանից չէին պահանջում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Դրանք մեզ ասում էին՝ դուք ունենալով քաղաքացիների մանդատը, պիտի վարչապետ ընտրեք մեր թեկնածուին, որը ոչ մի կապ չուներ այդ մանդատի հետ։ Ասում էին Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, եւ դուք պետքա վարչապետ ընտրեք Վազգեն Մանուկյանին, հիշում եք։ Մենք ասում ենք, չէ, բայց ժողովուրդ ջան, բա ժողովրդի կամքը, բա ժողովրդավարությունը, բա մանդատը։ Ասում են, չէ, ինչ մանդատ, որովհետեւ նույնիսկ պատերազմից հետո ես կարծում եմ, որ ընդդիմությունը շատ լավ էր գիտակցում, որ ժողովուրդը միևնույնն է իր մանդատը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանդեպ պահել է պատերազմի արհավիրքները նույնիսկ հասկանալով, որովհետև մարդիկ թացի չորից հիանալի տարբերում են։ Եվ մենք գնացինք 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց, ձևավորվեց 8-րդ գումարման ազգային ժողովը, որտեղ ներգրավեցին 3 խմբակցություններ, բայց ցավոք սրտի 8-րդ գումարման ազգային ժողովը ինստիտուցիոնալ տեսանկյունից չկարողացավ լինել այն օրենսդիր մարմինը, որի նկատմամբ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պիտի որ ունենա իր ակնկալիքները եւ ցանկությունները։ Օրենսդիր մարմին, որը կգա եւ կզբաղվի ամենօրյա օրինաստեղծ աշխատանքով եւ չի զբաղվի ամենօրյա էգզիստենցիալ գոյաբանական խնդիրների վերաբերյալ քննարկումներով, գզվրտոցներով, պատերազմներով եւ այլն։ Խորհրդարանական մակարդակում պատերազմներով։ Եվ ես կարծում եմ, որ բոլորի տաշկի առջև է եղել 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքների բնույթից էր կախված նաեւ այն փաստը, որ 8-րդ գումարման խորհրդարանը ցավոք սրտի տարբեր հարցումներով պետական ինստիտուտների մեջ ուներ ամենացածր վստահություններից մեկը։ Չնայած դրանում կային նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Հետպատերազմյան խորհրդարան էր, որը անընդհատ գտնվում էր տուրբուլենտությունների մեջ։ Եվ այս պայմաններում գնալով 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին տեր կանգնիր խաղաղություն ուղերձով ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը եւ ժողովուրդը տեր կանգնեց սեփական իշխանությանը, որովհետեւ նախորդիվ տասնամյակների ժամանակաշրջանում խաղաղություն չէր եղել, որովհետեւ
չէր եղել ժողովրդի իշխանություն։ Եվ այն իշխանությունը, որը որ չուներ ժողովրդի մանդատը, չէր կարողանում նաև իրագործել ժողովրդի ուղերձը, որովհետև ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենուր, ամենտեղ, բոլոր առիթների, ծնունդների, կնունքների, բոլոր առիթների ժամանակ ասում էին անփորձանք, ասում էին խաղաղություն։ Մարդիկ դա ասում էին, մարդիկ դա ամեն օր ասում էին, բայց քաղաքական վերնախավը դա չէր լսում։ Եվ ես կարծում եմ, որ շրջադարձային ընտրություններ էին 2026 թվականի ընտրությունները, որովհետև առաջին անգամ խաղաղության պայմաններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանն ու ժողովուրդը տեր կանգնեց սեփական իշխանությանը, ժողովրդի իշխանությանը։ Եվ ես համարում եմ, որ սա չափազանց կարևոր ուղերձ է տրված մեզ բոլորիս, որովհետև ինչպես իմ գործընկերը իրավացիորեն նշեց, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք էլ եք իշխանություն։